Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր ժողովրդի պատմության միջին դարերի դարավոր ստրկամտության, սկատիրության խավարից հետո վերջապես նոր ժամանակներում ազատության պայքարի լուսավոր դրոշը բարձրացրեց հայոց քաղաքական երկնակամարի մի վառ հանրատականություն՝ Իսրայել օրին։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հենց Իսրայել օրուն։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Հարությունյանը։ Բարի գալուս, շնորհակալություն պարոն հրավեր ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Իսրայել օրու կյանքի եւ գործունեությանը նվիրված փոքրիկ ակնարկին եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Իսրայել օրին ծնվել է Սյունիքի Անգեղակոտ գյուղում 1659 թվականին։ Մելիք Իսրայելի որդին էր։ 1677 թվականին Սյունիքի եւ Արցախի մելիքների մասնակցությամբ Էջմիածնի գաղտնի ժողովում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի գլխավորությամբ Եվրոպայում հայդատի հետապնդման նպատակով կազմվում է պատվիրակություն, որը Կոնստանտնոպոլսում կաթողիկոսի մահից հետո վերադառնում է Հայաստան։ Պատվիրակության կազմից միայն 20-ամյա օրին միայնակ 1680 թվականին մեկնում է Եվրոպա։ 1683 թվականին ծառայության է անցնում ֆրանսիական բանակում։ 1688-ից 95 թվականներին մասնակցում անգլո-ֆրանսիական պատերազմին։ Գերությունից ազատվելով 1698 թվականին պֆալցի կուրֆյուրստ Հովհան Վիլհեմին առաջարկել է ազատագրել Հայաստանը։ Վերջինս օրու միջոցով թղթեր է հղել վրաց թագավոր Գեորգիին, հայ մելիքներին, ամենայն հայոց եւ աղվանից կաթողիկոսներին։ Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել ավստրիական կայսր Լեոպոլդի աջակցությունը, ապա ստանալով Տոսկանայի դուքս Կոզիմո Մեդիչիի համաձայնությունը 1699 թվականին ուղևորվել է Հայաստան։ 1699 թվականի ապրիլին միայն Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Անգեղակոթում Սյունիքի 11 մելիքների գաղտնի ժողովում օրու առաջարկով Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով Հովհան Վիլեմին, Հռոմի Ինոկենտիոս 12-րդ պապին, Լեոպոլդին, Կոզիմոին եւ Պետրոս Մեծին ուղղված դիմումներ են կազմվել։ Ժողովի տված մաքուր կնքված թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ օրին 1699 թվականի սեպտեմբերին վերադարձել է Եվրոպա։ 1700 թվականին Հովհան Վիլհելմին է ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի պֆալցի, Տոսկանայի, Ավստրիայի զորքերը Ռուսաստանով պետք է անցնեին Հայաստան, որտեղ նրանց միանալու էին մելիքները։ Սակայն այս ծրագրի ձախողումից ու Եվրոպայում երկար դեգերելուց եւ արևմուտքից հուսախաբ օրին հայացքն ուղղում է դեպի օրեցօր հզորացող Ռուսաստան, որը տվյալ պահին կարող էր լինել հայոց միակ իրական դաշնակիցը։ 1701 թվականին նա մեկնում է Մոսկվա, հանդիպում Պետրոս Մեծի հետ, ներկայացնում Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի ռուսական զորքը միանալով հայ-վրացական զինուժի հետ պետք է ազատագրեր Արևելյան Հայաստանը։ Օրին 1704 թվականին մեկնեց Եվրոպա։ Հռոմի Կլիմենտ 11-րդ պապից ստացավ քրիստոնյաների հալածանքները դադարեցնելու մասին Պարսից շահին ուղված դիմում, գնեց զենք եւ 1706 թվականին վերադարձավ Մոսկվա։ Պետրոս Մեծից Պարսից շահ Հուսեյնին ուղված դիմում վերցնելով ռուսական բանակի գնդապետի աստիճանով, օրին որպես Հռոմի դեսպանության ղեկավար 1707 թվականին մեկնեց Պարսկաստան։ Չնայած ֆրանսիական միսիոներների բանսարկություններին, օրին բանակցեց Պարսից շահ Հուսեյնի հետ։ Սակայն այդ ընթացքում Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերը փոխվեցին։ 1709-ից 11 թվականներին օրին գործեց այսօր Կովկասում, ամրապնդելով կապերն ամենայն հայոց Ալեքսանդր Ջուղայեցի եւ Գանձասարի Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսների, նաեւ մելիքների հետ։ Չպարզված պայմաններում օրին մահացավ Աստրախանում 1711 թվականի օգոստոսին։ Օրին մերձավոր արևելքում, Ռուսաստանում եւ Եվրոպայում ստեղծել էր հետախուզական լայն ցանց։ Իսրայել օրին սկզբնավորեց հայոց ազգային ազատագրական պայքարը եւ հիմք դրեց ռուսական կողմնորոշմանը։ Սյունիքում եւ Արցախում նրա գաղափարների արմատավորման արդյունքում ստեղծվեց նորագույն հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Պարոն Հովհաննիսյան, Իսրայել օրին կարելի ասել բառի բուն իմաստով իր ողջ գիտակցական կյանքը անմնացոր նվիրեց հայոց ազատագրության սրբազան գործին եւ գաղափարին եւ այդ առումով նաեւ դարձավ այդ գաղափարների երևակայի լավագույն թարգմանը արտահայտիչը
հայության, հայ իրականության մեջ բորբոքեց հայրենասիրության այդ ջահը կրակը եւ վերջապես հիմք դրեց ռուսական կողմնորոշման, հայ քաղաքական մտքի եւ իրականության պայմաններում։ Խնդրում եմ ձեր ընդհանուր գնահատականը տալ։ Իրոք հայոց պատմության ազատագրական շարժման շրջանի ամենաականավոր դեմքը իրոք Իսրայել օրինն է։ Ընդհանրապես հայոց պատմության եւ առեղծվածային եւ առայժմ դեռևս շատ հարցեր չբարձրաբանված մի երևույթ է, որը եկավ մեր իրականության մեջ իր հետ բերելով չափազանց շատ նորություններ։ Վաղուց եւ իդ այն կարծիքներ տիրապետում հայ ազատագրական մտքի մեջ, որ Հայաստանի ազատագրության գործը դա պետք է դրսից կատարվի։ Սա շատ կարևոր է ճիշտ հասկանալու համար, ոչ միայն Իսրայել օրը, այլ նաև ամբողջ նախընթացը Իսրայել օրից հետո, թե ինչ էին որոնում հայերը եվրոպական արքունիքներում եւ ինչ էին գնում այնտեղ բանակցություններ վարելու։ Այն տեսակետը կար, որ Հայաստանի ազատագրության գործը պետք է իրականացնի Եվրոպան, քրիստոնյա Եվրոպան։ Իսրայել օրին այդ ճանապարհի մեկ շատ բայց նշանավոր դերակատարներից է։ Ասել, որ ամեն ինչ մենք գիտենք այդ նշանավոր հայի մասին, ճիշտ չի լինի, որովհետև շատ բաներ ընդհանրապես հայ իրականությունը չէր ճանաչում։ Առաջինը Իսրայել օրի մասին գրեցին եւ խոսեցին գերմանացիները։ Երբ հայտնաբերվեցին փաստաթղթեր Իսրայել օրու բանակցությունները Դուսելդորֆի արքունիքի հետ եւ այդ փաստաթղթերը 19-րդ դարի երկրորդ կեսին հրապարակվեցին։ Շատ ավելի ուշ այդ փաստաթղթերի հիման վրա հայականավոր ապագա պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը գրեց գերմաներենով իր Իսրայել օրի մենագրությունը։ Երկրորդ հայտնությունը Իսրայել օրու եղավ 1898 թվականին, երբ մի ուրիշ հայ նշանավոր գործիչ Ռուսաստանում հրատարակեց Сношение Петра Великого с армянским народом։ Պետրոսկրիպտի հարաբերություններ հայ ժողովրդի հետ խոսքը վերաբերում է Կարապետ Եզյանցի կապիտալ փաստաթղթերի ժողովածում եւ ընթացակ Ղարաչաբանին։ Նոր հայ հանրությունը իմացավ, որ սա Իսրայել օրու մասին։ Դուք նշում եք, որ շատ քիչ բան գիտեք, կարող ենք նաև ասել, որ նաև ամբողջությամբ եւ ըստ արժանվույն գնահատված է չի Իսրայել օրին մինչ այժմ։ Կամ հանրությանը ներկայացված, ուսումնասիրված չի ամբողջությամբ։ Չէ, ինչու ներկայանը գնահատված է, որտեղ լավ աշխատանքներ են գրվել։ Այստեղ ներկա է մեր Ավետիս Հարությունյանը, նրա հայրը դեռևս 1945 թվականին առաջիններից մեկը գրեց Իսրայել օրի մենագրությունը։ Որոշակի է, որ նա Սիսիանի Մելիք Իսրայելի որդին է։ Ընդ որում խոսքը հենց այսօրվա Սիսիանի մասին է։ Հավանաբար այստեղ էլ նա պետք է որ ծնված լինի։ Հետագայում է ստեղծվել միֆը, լեգենդը Իսրայել օրու իբր թե Պրոշյան իշխանական ընտանիքի զավակ լինելու։ Դա միշտ արվում էր Եվրոպայում ներկայացնելու, բարձրացնելու, օտար դիվանագիտական շրջանակներում ներկայանալու անգամ հավանական է, որ կարող էր եւ ինչ որ բաներով այո Պրոշյանների ներկայացուցիչներ, բայց Պրոշյանները վաղուց հեռացել էին պատմության թատերամից անհետացել էին։ Իսրայել օրի սկսում է այն պահից, որ 1677 թվականին Էջմիածնում ժամանակի Հակոբ Կաթողիկոսը հրավիրեց խորհրդակցություն Եվրոպային դիմելու, ասացի, մենք գնում ենք Եվրոպա, գնում ենք ուրիշ երկրներ, այստեղից օգնություն խնդրելու։ Եվ նորից նույն շատ հստակ ճանապարհն է, ուղղիկիցն է։ Պատվիրակությունը կաթողիկոսի գլխավորությամբ պիտի գնա Եվրոպա։ Պատվիրակության մեջ է նաև օրու հայրը, Մելիք Իսրայելը։ Սա ցույց է տալիս, թե որքան սա նշանավոր մեկը պիտի լինի, որ կաթողիկոսը իր հետ տանում է Եվրոպա։ Օգտվելով առիթից Մելիք Իսրայելը որոշում է իր հետ Եվրոպա տանել նաև որդուն, հավանաբար կրթություն տալու, հավանաբար աշխարհը ցույց տալու նկատառումներով, երբ 1680 թվականի օգոստոսի 1-ին Կոստանդնուպոլսում հանգարցամահ եղավ հայոց կաթողիկոսը, պատվիրակությունը ցրվեց, որտեղ նախատեսված չէր, թե կաթողիկոսը որ մահանա ինչ են անելու։ Նրանք հետ վերադարձան, ճանապարհը շարունակեց Իսրայել օրին։ Ես շարունակեմ պարոն Հովհաննիսյանի վերջին նախադասությունից,
երբ որ պատվիրակությունը կաթողիկոսը մահացավ եւ օրուն մի խումբ մարդկանց հետ միասին հաջողվեց անցնել Եվրոպա։ Իրոք նրա կրթական ցենզը կարելի ասել բավականին բարձր էր, նա եղել էր զինվորական, սկզբում եղել է լեյտենանտ, հետո կապիտան, Ռուսաստանում Պետրոս առաջինը նրան տվել է գնդապետի աստիճան։ Ասեմ նաև, որ օրին տիրապետել է մի քանի լեզուների, նա ապրելով Իտալիայում, Վենետիկում տիրապետել է լատիներենին, իտալերենին, 12 տարի ապրել է Ֆրանսիայում, փայլուն տիրապետում էր ֆրանսերենին, հետագայում 6 տարի կամ մի փոքր ավելի եղել է Գերմանիայում, տիրապետում էր գերմաներենին, փաստորեն նրա ընդհանուր աշխարհայացքը բավականին մեծ էր։ Եվ ի վերջում սկսեց տիրապետել նաև ռուսերենին։ Ռուսերենին Ռուսաստան գնալու ժամանակ թարգմանչի միջոցով էր, Օրեխովիչի միջոցով էր նա հաղորդակից լինում, բայց համենայն դեպս մեր պատմագրության մեջ նախկինում նաև գերմանական պատմագրության մեջ Հեյգելը կամ Հայգելը, որոնք փորձում են օրուն ներկայացնել որպես խաբեբա առևտրական դասի ներկայացուցիչ, դա այնքան էլ այդպես չէ, որտեղ օրին ըստ էության Պֆալցի Կուրֆյուրստի մոտ ծառայության անցնելու ժամանակ աշխատանքի անցնում որպես պետական պաշտոնյա, ոչ թե որպես առևտրական։ Առևտուրը ընդհանրապես միջոց է եղել նրա գոյապահպանության եւ հայ ազգային ազատագրական պայքարը առաջ տանելու համար։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային իրադրությանը, հայտնի է, որ 17-րդ դարի վերջերից արդեն Օսմանյան Թուրքիան եւ Սեֆյան Պարսկաստանը աստիճանաբար թուլանում են, կորցնում են նրանց միջազգային հեղինակությունը։ Հայտնի է, որ 1684 թվականին Ռեջ Պոսպոլիտայի գահակալ Յան Սոբեսկին Վիեննայի մատույցներում խայտառակ պարտության մատնեց թուրքերին եւ նրանց հետ շպրտեց Վիեննայի մատույցներից։ Որոշ ժամանակ անց, ավելի ճիշտ 1 տարի անց, 1685 թվականին ավստրիացիները Բլումբերգի գլխավորությամբ դեսպանություն ուղարկեցին Ռուսաստան եւ խնդրեցին, որպեսզի Ռուսաստանը միանա հակաթուրքական այդ պայքարին։ Ռուսաստանը շատ սիրահոժար կերպով դա ընդունեց, արդյունքը եղավ այն, որ արդեն 1696 թվականին ռուսները առաջ խաղացին դեպի Սևծով եւ գրավեցին Ազով նավահանգստային քաղաքը։ Եվ ահա 1698 թվականին կնքվեց Կարլովիցի հաշտության պայմանագիրը թուրքերի հետ, որն էլ հնարավորություն ստեղծեց, որպեսզի եվրոպական որոշ երկրներ որոշ ակնկալիքներ ունենան արևելքում։ Օրին կարողացավ իհարկե այդ ամենը հնարամտորեն օգտագործել, որտեղ նա աչքեր ընկնում դիվանագիտական բավականին մեծ հմտություններով եւ հաշվի առնելով եվրոպական երկրների տարակարծությունները, նա կարողացավ, կարելի ասել, շատ ճիշտ գծի վրա կանգնել եւ Հովան Վիլելմի միջոցով ինչ որ չափով փորձել իրականացնել իր ծրագրերը։ Նախնական առումով նա փորձում էր Ֆրանսիայի միջոցով։ Լյուդովիկոս 14-րդի միջոցով էր փորձում այդ ամենը իրականացնել, սակայն Լյուդովիկոս 14-րդը համաձայնություն չտվեց, որովհետև կային պատճառներ, հայ առևտրականները Պարսկաստանում փաստորեն խանգարում էին ֆրանսիացի առևտրականների գործունեությանը, դա նրանց այսպես գործունեության կասեցում էր նշանակում, եւ բացի այդ Լյուդովիկոս 14-րդը որոշել էր առանձին պայմանագրեր կնքել Թուրքիայի եւ Պարսկաստանի հետ եւ բարելավել հարաբերությունները նրանց հետ։ Օրին փաստորեն նախնական շրջանում կարողացավ հենց Պֆալցի Կուրֆյուրստի միջոցով, կայսերընտիր իշխանի միջոցով կարողացավ իր միջազգային առումով կարողացավ գործի դնել Հայաստանի ազատագրության, փորձել գործի դնել ազատագրության ծրագիրը։ Պարոն Հովհաննիսյան, ոչ թե մուրում էր կամ խնդրում էր, այլ եվրոպական միջազգային այցաններում համապատասխան գործունեություն ծավալելուն զուգահեռ նաև կողմեր եւ առաջ էր քաշում նաև բուն Հայաստանի տարածքում մեր մելիքների գլխավորությամբ ներքին համաժողովրդական ապստամբության կազմակերպմանը։ Այդ առումով ձեր գնահատականը խնդրում եմ տակ։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք Իսրայելի մասին, պետք է առանձնացնենք մի չափազանց կարևոր երևույթ։ Երեք մասից է դա բաղկացած, Իսրայելին ինչ բերեց նորություն, որ մինչև չի եղել։ Համբար առաջինը դա հետևյալն է։ Իսրայելին առաջինն էր երկար մեր պայքարի ընթացքում, որ ծրագիր մշակեց
ծրագիր, անծրագիր էր ազատագրական պայքարը մինչև Իսրայել օրին։ Այսինքն ծրագիր, գրավոր ծրագիր, որով կարող էին առաջնորդվել, որով կարող էին խմբագրել, եթե ցանկանում էին ժամանակի իմաստով։ Հասկանալիորեն սա նորություն է, սա շատ կարևոր նորություն է եւ հայ ազատական շարժումը անկազմակերպ, վայրիվերո, պատահական ինչ-որ դետալներից, դեգերումներից դառնում է կազմակերպված։ Ընդ որում նա երկու ծրագիր է մշակել։ Ծրագրերից մեկը, որի համաձայն պետք է Հայաստանն ազատագրվեր Փոփացիկ Ռուստի գլխավորած համաեվրոպական դաշինքի երկրների արշավանքի հետևանքով դեպի Հայաստան, եւ քանի որ հետագային պարզվեց քիչ հետո ես կասեմ, թե դա ինչու այդպես եղավ, հնարավոր չեղավ այն իրականացնել, երկրորդ ծրագիրը Ռուսաստանի օգնությամբ Հայաստան ազատագրելու այդ ծրագիրն էր։ Ուրեմն ինչպես պիտի ազատագրվի։ Հենց այնպես դա որտեղի չի ունենալու, որից հետո որը, ինչպես, ինչ քայլերով, ինչ միջոցներով, ինչպիսի ճանապարհներով։ Այդ ամենը օրին հաշվարկել էր եւ հաշվի։ Բայց դա պիտի նկատի ունենաք, որ նա առաջինն է։ Այդ իմաստով անկազմակերպ, անծրագիր իրավիճակից ապրիորի այսպեսի չկազմակերպված նյութից նա կազմակերպված ստեղծեց։ Երկրորդ կարևորագույն քայլը։ Դուք ճիշտ նկատեցիք, Իսրայել օրին պետք է դիտվի որպես հայ ազատական շարժման մեջ այն եզակի, հետո կլինեն ուրիշները, գործիչը, որը հիմնական շեշտը դնելով երրորդ երկրի միջոցով Հայաստանի ազատագրության խնդիրը լուծելը, չափազանց կարևոր համարում նաև առաջին ուժի, այսինքն հայերի մասնակցությունը։ Սեփական ուժի։ Այո, մինչ այդ դա չի եղել։ Իսրայել օրին կարծում էր, թե եվրոպական երկրների կողմից հնարավոր արշավանքի դեպքում հայերը ոտքի կկանգնեն։ Ճիշտ է, չափազանցված թվեր էին կբերում, սակայն նա դրանով հանդերձ միևնույն ժամանակ հայերին հասկացում էր, որ նաև Հայաստան ազատագրության գործը նախ ձեր գործն է, հետո տարի գործն է։ 100,000 բանակ էին նախատեսում հայերի կողմից, ուրեմն հայը պիտի անպայմանորեն մասնակցի։ Եվ մի շատ կարևոր հանգամանք, որը քիչ ուշացում դարձնում։ Երկրորդ անգամ, երբ որ նա գնաց Եվրոպա, միջև պարսկական դեսպանությունը, ինքը Եվրոպայում զենք է գնել։ Զենք 20,000 ռուբլի։ Ազատ ռուբլի ռուսական դափա։ Առելի այն ժամանակի առելի գումար է։ Այդ զենքը ինչ եղավ։ Այդ զենքը ուղարկվեց Արխանգելսկով Աստրախան 1722 թվականին, երբ հայոց լեռներում որոդացին համազարգերը համաժողովրդական ապստամբությունները Արցախում եւ Սյունիքում, այդ զենքն էր, որ կրակում էր։ Այսինքն Իսրայել օրին առաջին տարի առաջ բերած զենքով, որ զենք ուղարկեց Հայաստան։ Զենքի մասին մենք մոռացել ենք։ Հայը ամեն ինչ է, հայը ստրուկ է, հայը ճորտ է, հայը բանվոր է, ռամիկ է եւ այլն, բայց հայը երբեք իրավունք չուներ զենք կրելու։ Մուհամեդական աշխարհում հայերն էին լավագույն զինագործները, սակայն զենք կրելը նրանց համար ակերպված էր։ Իսրայելին սովորեցեց հայերին զենք ճիշտ նկատեցիք, այդ առումով էլ էր առաջինը, զենք հայերին բերելով։ Եվ վերջապես երրորդ հանգամանքը, որ ես կուզենայի շատ կարևոր սա հանգամանք է, մինչև Իսրայել օրին Հայաստանի ազատագրության հեռանկարները երբեք չեն կապել Ռուսաստանի հետ։ Եղել են դեպքեր Ալեքսեյ Միխայլովիչին դիմելու այդպիսի փորձեր, բայց Իսրայել օրին հստակորեն հասկանալով, որ ապագան դեպի Կովկաս, Սև եւ Կասպիցովերի միջև ընկած տարածաշրջանը պետք է Ռուսաստանին հետաքրքրի, նա կանխատեսեց դա շատ կարևոր է։ Հետևաբար նա գտնում էր, որ Ռուսաստանի օգնությամբ է, որ պետք է Հայաստանն ազատագրվի։ Հայերը չեն ունեցել ռուսական կողմնորոշում։ Հայերի կողմնորոշումը դեպի Եվրոպան էր։ Բայց երբ որ ինքը եկավ Ռուսաստան եւ հասկացավ, որ դա միակ հնարավոր միջոցն է, Անգելակոտի ժողովի տրված այս մաքուր վլանքները ստորագրված ու չլրացված, Իսրայելին դիմեց փաստորեն կեղծիքի, եթե կարելի դա կեղծիք համարել, հայերի անունից դիմում գրեց Պետրոս Մեծին։ Նրան լիազորել էին մելիքները Սյունիքի, ասել են ինչպես ուզում եք վարվեք, նա վարվեց ինչպես ուզում է։ Իսրայել օրին ապահովված մարդ էր։
նրան հեչ պետք էլ չէր, եթե մոտենանք այսպես նյութական տեսակետից, մերկանտիլ տեսակետից, իր ընտանիքից զրկվելը, կարող է Եվրոպայում իր կյանքը ապրել շարունակել։ Կարող է չէդպես էր։ Ինքը գերմանական 3-4 քաղաքների մատակարարման կոմիսար էր, ապրում էր ամենաբարեկեցիկ կյանքով։ Իր ինչին էր պետք է բոլորը։ Այսինքն մենք պիտի հասկանանք Իսրայել օրը ազատական շարժման մեջ մտնելու իսկական շարժառիթների մասին, մեծագույն հայրենասիրությունը, նվիրվածությունը այդ գաղափարին, ահա թե ինչն էր, ինչպես ասում էր հայի մեծ բանաստեղծ Միսակ Մեծարենցը, անանձնական երջանկություն էր ինքը ապրում այս գործով։ Ահա այս 3 նորություններն էր, որ նա բերեց հայ ազատական շարժմանը, չափազանց կարևոր։ Հային պետք է հուշել, որ եթե դու ուզում ես ազատ ապրել, դու պետք է կռվես, եթե ուզում ես ազատ ապրես, դու պետք է սեփական արյունը թափես, ոչ թե օդարը պետք է այդ արյունը թափի եւ դու կողքից կանաչ դիտես։ Կարծում եմ, թե Իսրայել օրու դերի գնահատման հարցում այս 3 կարևորագույն հանգամանքները հաշվի չառնել նշանակում է Իսրայել օրին ճիշտ չհասկանալ։ Իդեպ ասեմ ձեզ, որ Իսրայել օրին երբ որ առաջին անգամ, այսինքն Անգեղակոթի ժողովի առիթով եկավ Հայաստան, նրան շատ վատ ընդունեց հայ միջավայրը, նկատի ունեմ հոգևորական միջավայրը, Էջմիածին։ Նահապետ կաթողիկոսը չէր։ Թշնամական անգամ ինքը ցնցված էր այդ ծառը, ասում եք, գիտեք, Եվրոպայում ուժեր կան, մարդիկ կան, որ կուզենան, որ Հայաստան ազատագրվի, դրա համար անհրաժեշտ է, որ մենք հայերս դիմենք Եվրոպային, վերապարտ էր, անպայման բերեք, ինչ եք ասում, ինչպիսի վերաբերմունք եւ այլն։ Ներքին սրկամտությունը կամ վախն էր, որ առաջնորդում էր նրանց։ Դա էր պատճառը, որ նա թողեց հեռացավ գնացությունիկ։ Արցախում էլ նույն ձևով Ֆիլիպոս կաթողիկոսը սկզբում։ Այո, նույն վիճակն է։ Դա չի կարելի ասել, թե բոլոր ամբողջ հոգևորականությունները, պես կան հոգևորականներ մինաս վարտապետ։ Դե այդ վիճակը բարեբախտաբար արդեն անցել է։ Պարոն Հարությունյան, 3 կետեր պարոն Հովհաննիսյանը նշեց, որոնցում Իսրայել օրին առաջինն էր, այդ առաջին առումով մեր հայոց պահանջատիրության այդ ուղղությամբ համապատասխան լոբինգային աշխատանք է կատարում նաև։ Եթե կարելի է այդ տերմինով եզրույթով օգտագործել, լոբինգը երևի չեմ կարող ասել կոնկրետ լոբինգի հիմնադիր, հայամետ, բայց ինչպես փոխանում վար։ Բայց լոբինգի փոխարեն երևի մենք կարող ենք ասել, որ աշխարհիկ դիվանագիտության հիմնադիր որպես այդ աշխարհիկ դիվանագիտությունը հիմք հանդիսացավ քաղաքական հարաբերությունների ձևավորման համար։ Մինչև Իսրայել օրին փաստորեն մեր դիվանագիտությունը գտնվում էր եկեղեցու ձեռքին։ Իսրայել օրին առաջին գործիչն էր, որ կարողացավ հիմք դնել աշխարհիկ դիվանագիտությանը եւ քաղաքական հարաբերություններ հաստատել ոչ միայն եվրոպական երկրների հետ, այլ նաեւ Ռուսաստանի հետ։ Այդ առումով նրա կատարած գործ իրոք շատ մեծ է։ Բացի այդ, նա կարողացավ նաեւ դուրս գալ նեղ ազգային ազատագրական պայքարի շրջանակներից եւ առաջին գործիչն է, որ կարողացավ հայերի ազատագրության հույսերը կապել նաեւ վրացիների հետ։ Փորձեց այդպես անել։ Ներգրավել վրացիներին ազգային ազատագրական պայքարի ազատագրության մասին վերջին։ Այսինքն նա միայն նեղ ազգային ազատագրական պայքարի մասին չէր մտածում։ Մտածում էր ընդհանուր Հայաստանի եւ Անդրկովկասի ժողովուրդների ազատագրական պայքարի մասին։ Ճիշտ է, նրա հիմնական այսպես հարվածի ուղղությունը ուղղված էր Պարսկաստանի դեմ, Թուրքիան առայժմ այդ բաների մեջ չէր մտնում, բայց համենայն դեպս նա կարողացավ այդպիսի գործողություններով ներգրավել, փորձել ներգրավել նաև հարևան ժողովուրդների ներկայացուցիչներին։ Այդ առումով Իսրայել օրի գործունեության արդիականությունը ո՞րն է։ Արդիական է արդյոք նա գործունեությունը, դա թողած դասերը։ Այսօրվա տեսանկյունից մենք որ նայում ենք, փաստորեն Իսրայել օրու ժամանակներից ձևավորվեց քաղաքական մի ուղղություն ընդհանուր մինչև 1827 թվականը, մինչև Արևելյան Հայաստանի այդ միացման շրջանում ազատագրության ծրագիրը, Խուդաբաշյանի ուրեմն ծրագիրը, մեր հայ քաղաքական գործիչները բոլորը ցանկացել են Ռուսաստանի օգնությամբ ազատագրել Հայաստանը եւ ինքնավարության կամ անկախության ինչ-որ ծրագիր են մշակել։
ոչ թե Ռուսաստանին միանալու, այլ Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրության ծրագիր։ Բնական է, եթե Եվրոպան երես էր թեքում, Իսրայելորուն մնում էր մի բան, օգտագործել այն երկրի կարողությունը, ուժը, որը կարող էր, որի շահ համընկնում էր հայ ազգային ազատագրական պայքարի հետ։ Այդպիսի երկիր հանդիսացավ Ռուսաստանը, եւ նա բնականաբար իրական քաղաքական բնականաբար իրավունք չուներ հրաժարվելու այդ ամենից։ Պարոն Հարությունյան, խոսքը այստեղ հավանականության մասին է։ Հայաստանի ազատագրությունը սուրբ գործ է, Իսրայելին ոչ թե ռուսասեր է, ոչ թե ռուսամոլ է, նույն ձևով նա նաև Ֆրանսիայի ցանկանում էր, բայց չստացվեց, Գերմանիայի չստացվեց։ Նա կարևորագույն առաջնային Հայաստանի ազատագրությունը, ով կազատագրի, դա արդեն էական չի, բնականաբար, իհարկե։ Հա, բայց կոնկրետ այդ պահին դա ճիշտ էր։ Նամանավանդ հաշվի առնենք, որ եվրոպական երկրներն էին նրան ուղղորդում, որպեսզի գնան Ռուսաստանից օգնություն ակնկալեն։ Այո, խորհուրդ էին տալիս։ Խորհուրդ էին տալիս։ Վերջ-վերջո Իսրայելորին Եվրոպայից կամ արևմուտքից հուսախավ, արդեն հայացքը ուղղեց դեպի Ռուսաստան։ Կա, պարոն Հարությունյան, Եվրոպայի համար ամենասարսափելի վտանգը դա Թուրքն էր։ Ամենասարսափելի։ Իսկ Թուրքիայից եկողը միակ դա Ռուսաստանն էր, որ կարող էր լինել։ Երբ որ ֆրանսիացի տատիկները իրենց թորնիկներին քնասում են եւ ասում են խելոք մնա, քնի, միջհայցունարը հիմա թուրքը կգա, դա բարձրորեն հասկանալի է, որ թե ինչպիսի սարսափ էր թուրքը ներշնչել Եվրոպայում։ Իսկ Ռուսաստանը խիստ հավանական էր Թուրքիայի դեմ մարտուճելու իմաստով եւ հաջողության հասնելով։ Ահա թե ինչով էր Եվրոպան շահագրված, որ Ռուսաստանն ուղղի թուրքերի դեմ։ Իսրայելն օգտվեց, փորձեց օգտվել ներողություն։ Ահա այսպիսին էր հայերիս առաջինը ազատության վե գաղափարին մղող եւ օրինակ ծառայած հայորդին Իսրայելորին հարգելի հեռուստադիտողներ, առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։